Համազարգով, կրակ, Կրակ, ռակոս, անենք։ Դաշտային պայմաններում ոմայում ընթանում է հրետանային դասընթացները, դասընթացները իր մեջ ներառում է ականանետերի դասընթացներ, այստեղ ուսուցանվում է հրետանու ականանետերը, 82 և 120 մմ-անոց ականանետերն են։ Դասընթացների ընթացքում կուրսանտները ծանոթանում են հրետանու կառուցվածքին, նշանակությանը, նրա խնդիրներին։ Այստեղ ծանոթանում են նաև տեղագրությանը։ Կուրսանտները անցնում են կուրս, որից հետո արդեն իրանք պատրաստ են որպես հաշվարկի համար, ընդհուպ մինչև հաշվարկի հրամանատար, տիրապետում են այդ մասնագիտություններին։ Ծանոթացման կարգով նաև անցնում են կրակի կառավարում և հրետանային հետախուզություն։ Այս պահին դաշտում կոնկրետ աշխատում են 82 մմ-անոց ականանետերը իրենց հաշվարկներով։ Կենտրոն երկրորդին, նշանաթիվ 765, անկյունաչափ 048, 048։ այո, Թե ինչ է իրենց ներկայացնում հրետանին, կարծում եմ բոլորիս պարզ է, հատկապես վերջին ռազմական գործողությունների ընթացքում 20 թվականին հրետանին ցույց տվեց իր դերն ու նշանակությունը համազորային զորքերի կազմում։ Ինչքան էլ որ ասենք այսօր պատերազմները 5-րդ սերնդի են, ամեն դեպքում հրետանին իր դերն ու նշանակությունը չի կորցնում։ Հատկապես հաշվի առնելով մեր երկրի ռելիեֆային պայմանները, երբ ապրում ենք լեռնային երկրում, հրետանին առավել ևս ականանետերն ու հաուբիցային հրետանին իր դերը երբևիցե չի կորցնելու։ Դա կախված է իր գործունեության բնույթից, այսինքն քանի որ մեր ականանետերը կրակում են 45 և բարձր աստիճանի կրակով, որը կոչվում է մարտիրային կրակ, այսինքն իրենք ի վիճակի են ցանկացած խոչընդոտ անցնել և հասնել հակառակորդի։ Այդ առումով մեծ կարևորություն ունի այսօր մեր համազորային զորքերում ականանետերի կիրառությունը։ Ոմայում որոշում կայացվեց, որ մնացած դասընթացներին զուգահեռ նաև անցկացվի ականանետային դասընթացներ, որպեսզի այսօր հնարավորինս շատ մարդ փորձենք մեր ազգաբնակչությունից ընդգրկենք այս գործի մեջ, ծանոթացնենք հրետանուն, ականանետերին, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ պատրաստ լինեն այն կիրառելու։ 20 թվականի էլի անդրադառնամ, որովհետև ամեն ինչը հիմնականում դրա հետևանքներ, 20-ի հետևանքներ։ 20 թվականը ցույց տվեց, որ մեր աշխարհազորը ՄՕԲ-ը կոնկրետ կան էլ պատրաստ չէ, եթե չասենք լրիվ անպատրաստ էր։ Գոնե այսօր փորձենք քանի ժամանակ ունենք, այդ բացը լրացնենք, որովհետև մենք դեռ պատերազմող երկիր ենք, պատերազմը չի վերջացել։ Այս պահին էլ մենք պատերազմի մեջ ենք, ճիշտ է, ինքը պասիվ վիճակում է, բայց ցանկացած ժամանակ չի բացառվում, որ ինքը տաքանա։ Ուրեմն ականանետերից 82 մմ-անոցը, որ երևում է այստեղ, ինքը հայկական արտադրության վան տեսակի ականանետերն են, BM37 ռուսական ականանետերի բազայի հիմքի վրա։ Սրանց առավելագույն հեռավորությունը կրակի 3 կիլոմետր է, հիմնականում օգտագործում է 4 տեսակի ականներ, վեկորային, վեկորաֆուգասային, լուսային և ծխային։ 120-ի դեպքում մի քիչ այլ է, ընդդեր և տրամաչափն է մեծ և հեռավորությունները, 120 մմ-անոց ականանետերը էլի մեր տեղական արտադրության ականանետն է, որը մենք օգտագործում ենք, կապուտանը, էլի ռուսական ականանետերի բազայի վրա է, ինքը ստեղծված։ Դրանց առավելագույն հեռավորությունը 7 կիլոմետր է, աշխատում են էլի նույն ականներով, ուղղակի արդեն ըստ տրամաչափի տարբերության իրանց խոցելիության շարավիղն է փոխվում։ Եթե 82-ի դեպքում ասենք խոցելիության շարավիղ, մահացու խոցման շարավիղը մոտ 25-ից 30 մետր է, արդեն 120-ի դեպքում համարյա կրկնակի ավելանում է մահացու խոցման շարավիղը։ Ընթացքում դուք կտեսնեք այդ տարբերությունները նաև, գիշերային և ցերեկային աշխատանքի մեջ կա
տարբերությունն այն, որ նշանարման կետերն են փոխվում, այսինքն ականանետը, քանի որ աշխատելուց ինքը նշանակետ չի տեսնում, ինքը կրակում է միտեղ, որ իրեն չի երևում։ Կրակային դիրքից դու նշանակետը չես տեսնում։ Դա քեզ տալիս է հետախուզությունը, հետևյալները, նշանակետի կոորդինատներ, հեռավորություն, դիրեկցիոն անկյուն, կետերի բարձրությունների տարբերություն, այս 3 տվյալների հիմքի վրա արդեն կատարվում է համապատասխան չափումներ եւ ականանետերին կոնկրետ տրվում է ցուցմունքներ, որոնք տեղադրվում են նշանոցի վրա, ըստ դրա կատարվում է կրակը։ Ու այդ ամենը կատարելու համար հրետանում եւ ոչ միայն ականանետերում, այլ նաեւ փողային հրետանում օգտագործում են նշանարման կետեր, այսինքն իրանք այն կետերն են, ըստ որի դու կարողանում ես հորիզոնական հարթության մեջ ուղղություն որոշես։ Զուտ գիշերային կրակ վարելու ժամանակ տարբերությունն է, որ փոխվում է նշանարման կետը, այսինքն դու պետք է ունենաս կետ, որը քեզ երևում է։ Ընդամենը դա է, թե չէ ընդհանուր process-ը ցերեկը կկատարես խնդիր, թե գիշերը նույնն է։ Ժամանակային առումով, քանի որ պարապմունքների մասնակիցները գերակշիռ մասը որպես կանոն աշխատում են, դրա համար պարապմունքները կատարվում է տեղի ունենում աշխատանքից հետո, բայց ասեմ, գիշերային պարապմունքները իրենք մի փոքր ավելի բարդ են, քանի որ տեղի ունենում մթության մեջ, ու եթե հաշվարկը տիրապետում է գիշերային կրակի վարման կանոններին, ցերեկը միանշանակ կրակ է։ Կանանետ։ Յուրաքանչյուր ականանետ սպասարկվում է հաշվարկի կողմից։ Ու հաշվարկները բաղկացած են 3 կամ 4 հոգուց, կախված իրավիճակից։ Խաղաղ պայմաններում որպես կանոն հաշվարկը 3 հոգի է, հրամանատար, նշանառու եւ հաշվարկի համար։ Ռազմական իրավիճակներում արդեն հաշվարկը համալրվում է 1 կամ 2 անձով, ընդհանրապես դա տեղի ունենում մոբի հաշվին, որպես կանոն, դա ավելանում արկայինը, տեղափոխողը, հաշվարկը կարող դառնա 82-ի համար 4 կամ 5 հոգի։ 120 մմ-անոցի դեպքում արդեն հաշվարկը հիմնական 4 հոգուց է, իսկ մարտական պայմաններում ինքը 5 կամ 6 հոգի, արդեն կախված իրավիճակից, մարդկային ռեսուրսներից։ Անվտանգության հետ կապված ես ձեզ սենց ասեմ, ցանկացած զենք, զինատեսակ ինքը վտանգ իրենից ներկայացնում է։ Չկա տենց զենք, որ անվտանգ է։ Ցանկացած զենք, սկսած դանակից, վերջացած, չգիտեմ, բալիստիկ հրթիռներով, իրենք վտանգ պարունակում են։ Ու յուրաքանչյուր զենքի դեպքում գործում է միշտ նույն կանոնը։ Եթե դու զենքին չես տիրապետում, ինքը միանշանակ քո համար վտանգ է։ Երբ դու արդեն տիրապետում ես զենքին, ծանոթ ես զենքին, ծանոթ ես անվտանգության կանոններին, շահագործման կանոններին, արդեն զենքը դառնում է քո ամենալավ բարեկամն ու եղբայրը։ Մեր դեպքում էլ պարապմունքների պարտադիր պայմաններից մեկը զինատեսակի հետ աշխատելուց անվտանգության կանոնների պահպանումն է։ Այդ առումով դասընթացներում հատուկ թեմաներ կան, որոնք կուրսանտները արդեն ուսումնասիրել են, ու դասերի ընթացքում էլ պարտադիր պայման է, չնայած որ աշխատում են ուսումնական զինատեսակներով, բայց անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման է։ Ու առիթից օգտվելով ես կցանկանայի կոչ անել մեր ազգաբնակչությանը։ Ժորժ ջան, նույնիսկ եմ կրկնվում, այսօր մենք պատերազմող երկիր ենք, պատերազմը չի ավարտվել։ Ցանկացած պահին կարա լինի սրացումներ, հաշվի առնելով ով է մեր հարևանը, ով է մեր դրկիցը։ Ժողովրդական խոսքը դեռ պապական եկած, ասում է, շանետ ընկերացի փեդը ձեռիցդ մի դիր, այնպես որ մեր հարևանը այդ նույն շունն է։ Ամեն դեպքում միշտ պիտի այդ փայտը մեր ձեռքին լինի։ Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը, հատկապես երիտասարդությանը, հնարավորինս փորձեք տիրապետեք ռազմական որևէ մասնագիտության, որովհետև ցավոք եմ նշում, բայց վաղ թե ուշ դա պետք է գա։ Ու երբ գա ժամանակը, որպեսզի դուք ավելի վստահ լինեք, ու ինչքան դու տիրապետես ռազմական գործին, այնքան այդ ռազմական իրավիճակներում քո ապրելու հավանականությունը մեծանում է։ Հրավիրում եմ ձեզ բոլորին ՈՄԱ հրետանու դասընթացները, ու եկեք չմոռանանք, հրետանին պատերազմի աստվածն է։